Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, երևի թե շարունակենք երեկվա թեման կապված գերիների եւ հատկապես Ռուբեն Վարդանյանի հետ այս աղմուկը ներհայկական, հայաստանյան քաղաքական եւ քաղաքացիական հասկանալու համար թե ով ում օրակարգն է առաջ տանում, Ռուբեն Վարդանյանին թողնելով այնտեղ հանգիստ, բայց այստեղ մեկնաբանությունները շատ մեղմ ասած ծիծաղելի են անգամ, որովհետև գիտեք, երբ որ դու կոչ ես անում, որպեսզի գերիների համար պայքարես, դա անում ես գարնան եղանակների բացվելով ու առաջին կարգում դա ասում Ռուբեն Վարդանյանին, մնացածին միայն հետո հազարավոր հորդորներից հետո բերում տեղավորում քո քաղաքական գործունեության արանքում ինչ որտեղ, դա այնքան էլ ազնիվ չի, սա մեկ, երկրորդ։ Ես ուզում եմ մի բան հասկանալի լինի, տեսեք, դուրս են գալիս մեղադրում են այս քաղաքական ուժը ապրելու երկիրը, որ Ռուբեն Վարդանյանի կուսակցությունն է, գիտեք, դուրս է գալիս մեղադրում է իշխանությանը բանի մեջ, Թուրքի օրակարգ առաջ տանելու մեջ։ Նույնիսկ լավ, մի րոպե, ասենք թե ճիշտ է ասում կամ սխալ, իր գործն է, իր ձևակերպումն է, քաղաքական պայքարը, ինչ ուզում են թող խոսեն, իրենց մուռ, իրենց գլուխ, ինչպես ասում է ժողովուրդը։ Բայց հիմա նայեմ տեսնեմ իսկ ասողն ով է։ Ու նայում ես ասողին, ստացվում է հետևյալը։ Բոլորս ենք չէ հասկանում, որ Ալիևի զուր չի, որ հրապարակային է փորձում այդ կեղծ դատավարությունը առաջ տանել Բաքվում։ Չէ՞։ Նա շատ լավ գիտի, որ այդ կեղծ դատավարությունը հիմի որ ներկայացնում է, անպայման Հայաստանի Հանրապետությունից կլինեն քաղաքական գործիչներից, թե կլինեն ժողովրդից, անպայման ինչ-որ ազդեցություն է լինելու, ինչ-որ խլվրտոցներ են սկսվելու եւ այլն։ Եթե նա դա ցանկանում է, ուրեմն դա իրեն անհրաժեշտ է, սա պարզ տրամաբանությունն է հուշում, ճիշտ է։ Եթե Ալիևին անհրաժեշտ է, հիմա կարող եմ հասկանալ, դուք այդ անհրաժեշտությունը ինչի եք սպառում Հայաստանում, ինչի եք այդ բանը անում, ենթարկվելով այն ծրագրին, որը մշակել է ինքը։ Այսինքն թուրքական օրակարգ առաջ տանողներով դուրս են եկել մյուսներին, ես իմիջայլոց խոսքս խնդրում եմ հանգարցը վերաբերելի չէ մարդկանց, ովքեր լավ իրենց կարծիքով ինչքան որ տեղյակ են ու որոշել են միանան այս կոչին, չէ, սրանք քաղաքացիներ են, ովքեր այդքանն են ըմբռնում, այդքանն են հասկանում, այդպես են կարծում, մի խոսքով, իսկ կարծիք ունենալու իրավունք ունի ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սա չեմ քննարկում, ես քաղաքական, այն գիտեք, այն փոքր գրասենյակի աշխատանքն եմ հիմի գնահատում։ Գրասենյակում երբ որ թղթին տալիս են անելիքները, ինչ անել, ինչ չանել, եւ ինչերի վրա պիտի հենվեն, որպեսզի այս անելիքը ստացվի։ Այ այս կազմողներին եմ էլի անդրադառնում։ Սա ֆիքսենք, հա, որպեսզի հետագա այլ խոսակցությունները ու ես իսկապես անկեղծ եմ այս խոսքերից մեջ, այնպես չէ, այդպես եմ ասում, որովհետեւ մտավախությունը որ կարող է, չէ, մտավախության մասին չի, սահմանադրությունը, այդպեսին է, ես հարգում եմ սահմանադրությունը, հարգում եմ իմ իրավունքները եւ հարգում եմ դիմացիների իրավունքները։ Իսկ բողոքի ակցիաներ անելու իրավունք էլ ունի ցանկացածը, սա էլ չի քննարկվում, այլ նյութն է քննարկվում։ Հիմա այնտեղ դա արվում է։ Ես երեք շեշտեցի, Ագնեսա Խամոյանը դուրս է գալիս հուշում է, թե ինչի ես ինչ կառույցներին չեք դիմում։ Չնայած որ շատ կառույցների դիմվել եւ պետությունը իր գործառույթը հիանալի անում է այդ կողմից, որովհետեւ կառավարությանը խեչ անհրաժեշտ չի Բաքվի բանտում ունենա գերիներ կամ այլ պահավող անձինք։ Հեչ անհրաժեշտ չի։ Այստեղ փորձում են դա հիմա գեներացնել, էլի, անգամ աչքովս ընկավ այդ падգամավորներից մեկը, չեմ հիշում, որ մեկներ անունը չտամ, հանկարծ չխառնեմ, էլի։ Ասում է Փաշինյանին ձեռք չի տալիս, որ նրանք ազատության մեջ լինեն, դրա համար ոչ մի բան չի անում։ Այս հիվանդ տրամաբանություն առհասարակ են, որ ամեն ինչ քանդեց, էլի։ Գիտեք ոնց, ասենք դուք նորից գնում եք այն պատկերացումներին, երբ ձեզ թվում էր, թե աշխարհում դուք մենակ եք։ Մի հատ փուճուր աշխարհ Հայաստանն է եւ մնացած աշխարհն է։ Ասենք սենց է էլի ձեր պատկերացումները։ Ախր
Լավ, այդ կողմ որ գնանք, անսպառ տգիտության մեջ ենք հայտնվելու։ Անտակ։ Մի խոսքով, Ագնես Ախամոյանից հետո խոսում է բնականաբար Բաքվում Ռուբեն Վարդանյանի փաստաբանը, ով այնքան էլ փաստաբան չի, որքան գործակալ փաստաբան հավաքագրված։ Ու կրկնում է նույն բանը, այսինքն պիտի դա ինքը ասեր, չասեց, այստեղից ասվեց, տեսան չէ, ռեակցիա չկա, մի հատ էլ իրենք ասեցին։ Հետո մի հատ էլ Ալիևը, սրա մասին երեք խոսել ենք։ Հիմա Մանեթ Հանդիլյանը հարահավաք անում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Շատ լավ։ Ուղղակի մի հատ հարց կա։ Ինչպես է ստացվում, որ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նորմալ է, ուղղակի լավ կլինի մի խումբն էլ առանձնանա Ռուսաստանի դեսպանատան մոտ, որովհետև բացի այս ՄԱԿ դրույթներից գոյություն ունի Ռուսաստան, ում ազդեցության գոտին էր համարվում ողջ Հարավային Կովկասը։ Եվ լիքը բաների համար պատասխանատու իրենք են։ Ես այստեղ մեղավորների սլակները չեմ բանանում, ուղում մի կողմ կամ մյուս կողմ, չէ։ Տրամաբանությունն է այդպեսին։ Հատկապես Արցախում անվտանգության երաշխավորը իրենք են, ովքեր որ վերջին մի 3 ամիսներին առհասարակ ոչ մի գրառում իրենց բլոկնոտի մեջ չեն արել։ Այսինքն ծառայություն չեն իրականացրել, որովհետև եթե իրականացնեն գրում են։ Կանոնակարգ գոյություն ունի։ Բացի դա, Ռուբենը Հայաստանում էր դեռ ռուսական օրակարգով։ Հասկանում եք։ Եվ իմ կարծիքով բարոյական կլիներ առնվազն, որ Ռուսաստանի դեսպանատունը մի հատ տառ ասեր, բառ չէ, տառ, օրինակ ու, հա։ Շատ հետաքրքիր կլիներ նաև լսել Ռուբեն Վարդանյանի մյուս գործընկերների հայտարարությունները Ռուսաստանի Դաշնությունից։ Օրինակ Ալամ Աշխարհի իր ձևակերպմամբ իհարկե։ Ալամ Աշխարհի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Մոսկվայից կարող է ինչ-որ մի բառ ասել, մի կոչ, մի բան։ Իսկ Արշակ Կարապետյանը, իսկ միգուցե Զախարովան, ում ենքան հարգում, եւ Մարգարիտա Սիմոնյանը, ովքեր այդքան մտերիմ էին Ռուբենի հետ։ Չէ, ես հասկանում եմ ինչու իրենք չեն ասի։ Այդ ամբողջը թողնված է այստեղի խմորումների համար, բայց եկեք մի քիչ լայն էլի գնանք։ Մոսկվայում բացվում է, հա, այն Ջաֆարովը էր, ինչ էր, այդ Ադրբեջանի ԱԺ նախագահի անունը։ Ջաֆարովն մի հատ մեդալ է ստանում Պուտինից։ Չգիտենք ինչի համար։ Դե, կլինի, մեր Գարեգին բան ոնց էր ստանում։ Մեդալը ստանում են։ Կրծքներին պիտի կրեն ռուսական այդ մասնիկը։ Եվ Մոսկվայում թույլտվություն են ստացել կառուցելու Հեյդար Ալիևի արձանը։ Մենք Մոսկվայում իհարկե չենք կարողացել կառուցել, եթե բանով նայենք, ստացվում է Ստեփան Դեմիրճյանի Կարեն Դեմիրճյանի արձանը նույնպես պիտի հեշտությամբ թույլատրեին կառուցել, չէ՞։ Ախր, գիտեք, այնքան այս ամեն ինչը արդեն պարզ ու բաց է դարձել, որ երբեմն հարց, երբ որ առաջանում է, դու նախ զարմանում ես, որ այդտեղ հարց կա։ Բայց արի ուտես երբեմն այդ հարց բարձրացնողները այնքան սենց վստահ են իրենց հարցերի ձևակերպումների մեջ, որ դու ստիպված ես լինում անդրադառնալ։ Զրուցում ես, մարդուն հասարակ տարժական բան ես ասում, ասում բա ինչի Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի կազմում Արցախը։ Ասում նայ հարգելիս, դու շատ կարևոր բանի ուշադրություն չես դարձրել։ Նույն Նիկոլ Փաշինյանը Լևոն Քոչարյանի հարցին պատասխան մարդը բերան ասեց դուք որ ուզեիք էլ բան փոխեիք չէիք կարող։ Ինչի համար ասում։ Ինչի համար էր 3 նախագահներին հրավիրում բաց քննարկման բանավեճի,
որպեսզի հասկանանք բոլոր, որ երես նստած լինեն, ոչ մեկ չկարողանա բան թաքցնի կամ իր տեսանկյունից միայն ներկայացնի, ու բոլորս հասկանանք, ես, դու, Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը։ Ես իմ մասով այդ պահանջը ձևակերպել եմ, որ բոլորդ միտեղ նստեք ու խոսեք մեր առաջ։ Չգիտես ինչի, դուք չեք ուզում ձևակերպել։ Դուք, ովքեր որ սատարում են Քոչարյանին կամ Սերժին կամ Լևոնին, չեք ուզում դա։ Ես չգիտեմ ինչի։ Երևի ձեզ դուր է գալիս, որ մենք սենց անընդհատ իրար ուտենք։ Դուք այդտեղ շահեկան դիրքում չեք հայտնվում։ Ես էլ մի հատ հասարակ հարց եմ տալիս ձեզ, օքեյ, դնենք դեռ Փաշինյանին ես կողմ։ Արցախը ստացվում է մերն էր, Փաշինյանը եկավ, ասեց չէ, մերը չի, Ադրբեջանինն է։ Հիմա խնդրում եմ, ցույց տվեք մի հատիկ։ Գիտեք, Արցախը հսկայական տարածք է։ Գազայից մեծ տարածք է, հասկանում եք։ Ու գոնե մի հատիկ թուղթ պիտի լինի, էլի, ասենք, որ պիտի այդ մի հատիկը լինի, էլի, որ ինչ որ ձևակերպումով ինքը մերն է, կամ մերը ասելով ինչ նկատի ունեք, եկեք սրանք էլ պարզեցնենք։ Հայաստանի Հանրապետությանն է, Արցախի ժողովրդինն է եւ իրավական միջազգային փաստաթղթով, հայ ժողովրդինն է, ումն է, եկեք մի հատ այդ մերը ասածը ձևակերպենք, որովհետև այլ բանա լեզվամտածողությամբ գնալը, այլ բանա դրանք դնել իրավական հիմքերի վրա, որոնք որ աշխարհը նույնպես եւ որովհետև եթե մերն էր, չէր կարող այդտեղ պատերազմ լինել։ Եթե մերն է, չեն կարող գերիները լինել Բաքվում, ռազմաքաղաքական վերնախավը, եւ աշխարհին էլ այսքան դիմել ենք, աշխարհն էլ ոչ թե ասում է իրանք պիտի վերադառնան Հայաստան, այլ ասում է պիտի պահպանվեն նորմերը, SN-ն, ուրիշ կոչ է անում Բաքվին, հասկանում եք։ Ուրիշ կոչ է անում։ Էդ ոչ թե աշխարհն է ապուշ, չի հասկանում ու ձեր դեմը աշխատում ու նեղ Ալիևը իր սիրելինն է դրա համար ուրիշ կոչ է անում, այլ որովհետև մենք ոնց որ թե լավ չենք հասկանում իրավունքը միջազգային։ Եվ իրավական նորմեր չգիտենք։ Եվ մի նորմալ վերլուծաբանել չունենք դնի այս ամեն ինչը մանրամասնի։ Ինչի համար է դատվում Ռուբեն Վարդանյանը, իհարկե այնտեղ շինծու գործեր կան։ Մենք հիմա այստեղ չենք ուզում շատ եթերով մանրամասնենք, որովհետև հասկանում ենք, որ դա դիտելու են, իրանք էլ են դիտում ու ռազմավարություն մշակում։ Ի տարբերություն որոշ բան, հիմա վերադառնալով այդ հարցին, Լևոն Տեր-Պետրոսյանը 91 թվին, ես խնդրում եմ այս հարցին, եթե երբ սկսում եք Փաշինյանին մեղադրել, այդ ձեր գործն է 1000 բանով մեղադրեք։ Արցախի թեմայը, որ ասում եք ճանաչեց։ Խնդրում եմ, երբ այս հարցին ունենաք պատասխան, մի հատ ինձ մանրամասնեք, ես էլ իմանամ, գամ այստեղից ուրիշ բան խոսեմ։ 91 թվականին Ալմաթայի հռչակագրի գրով անկախանալուց հետո Արցախի մասով եղել են վերապահումներ։ Այդ վերապահումները Լևոն Տեր-Պետրոսյանը ինչի է մոռացել ուղարկի ԱՊՀ դեպոզիտարիա։ Այս հարցի պատասխանը խնդրում եմ, երբ որ կունենաք, ինձ էլ ասեք, ես էլ իմանամ, իսկապես ուզում եմ իմանալ։ Չեմ ուզում կասկածել, որ Լևոնը դիտավորյալ է արել դա։ Չեմ ուզում կասկածել, որ Մոսկվան է ասել մի քիչ էլ ուրիշ ձև վերաբերվեք, հեսա տեսնենք ինչ ենք անում, խաբել է կամ չի խաբել, ուղիղ ասել է, քեզ բերել եմ, որպեսզի Արցախը գնա Ադրբեջանին։ Չգիտեմ։ 1000 տարբերակներ։ Բայց մի բան հաստատ է։ Այդ փաստաթուղթը Արցախի մասին առաջին ու ամենակարևոր փաստաթուղթն է եղել, որը պիտի գնար ԱՊՀ դեպոզիտարիա, չի գնացել։ Սեֆում փակած մնացել է, կամ չգիտեմ, տուն է տարել, ինչ արել, չգիտեմ։ Դրա մասին պատմությունը առայժմ լռում է։ Եվ ինչու պիտի այս կապիտան, KGB-ի կապիտաներ ինչ էր, Լևոն Տեր-Պետրոսյան, թե լեյտենանտ էր առհասարակ, բերեին մտցնեին Արցախի շարժման մեջ։ Օրինակ, թեզերից մեկը իմ սուբյեկտիվ
կարծիքով սուբյեկտիվ։ Իհարկե կարելի է այլ կարծիքների համախումբել, կառուցել ու ամեն մեկը կլինի ճիշտ կամ կլինի որ մի քանի հարց է լուծվել, չգիտեմ, բայց այս մի մասը հաստատ գոյություն ունի, հաստատ ապրելու իրավունք ունի։ Տեսեք։ Եթե հանկարծ Ադրբեջանը Հայաստան չի, իր ձևով։ Ադրբեջանում ապրում են էթնիկ այլ ժողովուրդներ։ Էթնիկ թալիշներ, լեզգիններ, ավարներ, էթնիկ, այսինքն իրենց պատմական հայրենիքում, այդտեղ են ծնվել իրանք։ Մինչև այս թաթարների, Ղարաքոյունլուների հայտնվելը։ Հիմա, եթե նույնը Արցախը, այդտեղ ապրում են հայերը իրենց էթնիկ բնակավայրում։ Եթե հանկարծ Արցախը եւ արցախցին հաջողում էին իրավունքների եւ անվտանգության տեսանկյունից ու կարողանում էին հռչակվել որպես անկախ միավոր, սա դառնում էր նախադեպային թալիշների, ավարների, լեզգիների, այսինքն Ադրբեջանը տրոհվում էր։ Հասկանում եք դուք, վերանում էր Ադրբեջան հասկացողությունը ու մի քանի փոքր պետություններ էին հայտնվում այդտեղ։ Ինչը Ռուսաստանը չէր կարող թույլ տալ։ Ի սկզբանե հնարավոր չէր կարողանալու լինել Արցախի ազատագրական պայքարը բերել իրավական դաշտ, դրա համար չպիտի թույլ տային։ Դրա համար պիտի մեջը մտներ մի հատ արհեստական հարց, որը կխանգարեր այս բնական գործընթացին։ Եվ այդ արհեստական հարցը եղավ տարածքների հարցը, որի պարագայում այս փաստաթուղթել երբ որ չես ուղարկում, Ադրբեջանը դառնում է զոհը։ Եթե Ադրբեջանը դառնում է զոհը, աշխարհն ասում է մի րոպե, այստեղ մի բան նիտոյ է գնում։ Հասկանում եք թե չէ։ Ի սկզբանե սա։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյան կագեբեյշնիկը պիտի լիներ այստեղ, որպեսի այստեղից թույլ չտրվեր Ադրբեջանի փլուզումը։ Մոսկվան Լևոնով պահել է հարավային Կովկասը իր ազդեցության գոտում, մինչև ինքը ոտքի կանգնի։ Հասկացաք։ Ոտքի է կանգնում, դա արդեն Լևոնին պիտի փոխարինել, այստեղ ավելի լավ կանձի տան առաջացել, այդ հարցողոթի մեջ չի մնալու, այնտեղ արդեն սկսում են խոսել։ Իմիջայլոց Լևոնի ժամանակ կոնկրետ առաջարկ է եղել այս ժողովուրդների կողմից։ Ասել են, եթե դուք մեզ զենքով մատակարարեք, մենք էլ այստեղից կսկսենք աշխատել։ Ինչը Լևոնի կողմից առաջացել է մերժման արժանացել։ Այդ խոսակցությունները բոլորս գիտենք։ Որտեղից է, ուժի ժամանակ իրենք են, չէ՞ սիրում սենց նստել ու փիլիսոփայել, առանց ծուխ կրակ չի լինում, կամ առանց կրակ ծուխ չի լինում։ Առանց կրակ ծուխ չի լինում, խնդրեմ, բայց խոսակցությունները որտեղից էին գալիս։ Ասեմ ավելին, եթե չեմ սխալվում, ի սկզբանե պիտի ջավախքը ձայն բարձրացներ։ Արցախը առաջ ընկավ։ Երևի այստեղ թուրք-ռուսական որոշ խաղեր գնացին, Արցախը գցեցին առաջ, որովհետև ջավախքի պարագան այլ էր լինում։ Անգամ ես ունեցել եմ տեղեկություններ երիտասարդ տարին, որ մի երկու ուղղաթիռ զենք ոնց որ թե մատակարարվել էր արդեն։ Այդ սովետի կայսրության փլուզումից հետո, առասարակ կայսրությունները որ փլուզվում են, դա պայթում է ու ամբողջ աշխարհի վրա անդրադառնում է, դրա համար է նաև որ չեն ցանկանում որ Ռուսաստանը փլուզվի, ուզում են Ռուսաստանին նստացնեն իր տեղը, որովհետև հետո պետքա կարողանալ կառավարել դա, հավելյալ խնդիրներ են առաջանալու։
Իհարկե մենք Վրաստանի ոչ մեկի հանդեպ չունենք տարածքային պահանջներ, բայց այդ ժամանակահատվածում այլ կերպ էր մեխանիզմը աշխատում։ Եվ KGB-ի գործակալները կարողացան խելքը գլուխ բերել, ինչի համար արժանացան Պուտինի սիրուն։ Լավ, կշարունակենք այս թեման կարճ դադարից հետո։ Վերադառնանք, ժողովուրդ ջան, վերադառնանք այս հարցին, էլի, ով ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Տեսեք, դիվանագիտության մեջ խոսքը այդքան արժեք չունի, ինչքան գործողություններն ու փաստաթղթերը։ Գործողություններով ու փաստաթղթերով այս մարդիկ վաղուց ճանաչել են։ Հետևից Լևոնի եկավ արդեն Քոչարյանը, բերեց Լևոնը, բերեց Քոչարյանին։ Քոչարյանը սկսում է նույնպես ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, առաջարկելով Արցախի դիմաց ինչ-որ մեկ այլ բան, եկեք մեղրին առաջարկել, բայց քանի որ ես չեմ ուզում էլի շատ, տեսեք, Արցախի դիմաց, երբ որ դու անգամ ես մի բաժակ ջուրն ես առաջարկում, դու ասում ես Արցախը քոնն է, արի էսի տամ տուր ինձ։ Դա այդպես է հասկացվում։ Եվ ադրբեջանական կողմը կարողացավ սա հենց այդ հասկացողությունը փայլուն իրագործել նույն համանախագահների մոտ, նույն առհասարակ Մինսկի խմբի ներկայացուցիչների մոտ, որ ախպեր ջան, այս մարդը ճանաչում է, որ դա մերն է։ Եվ այո, դրա համար չպիտի աշխարհը խառնվեր 44 օրյա պատերազմին։ Մաքսիմում պիտի կոչ աներ, ասեր նստեք բանակցեք, դադարեցրեք պատերազմը, բայց չէր կարող օգնել մեզ։ Զուգահեռ գնում է զենքի բալանսի, ասենք ինչ, իսկապես Քոչարյանը չէր հասկանում ոնց է քայքայվում բանակը, շատ լավ էր հասկանում, ինչ տեղյակ չէր։ Տեղյակ չէր ինչ է նշանակում ռազմական բալանսի այդ կարգի խախտում, ու դա ինչ է բերելու մեր գլխին, լուրջ եք խոսում։ Ապա նա առհասարակ պիտի քաղաքական որևէ համատիրության աթոռի հանդեպ չունենա ինչ-որ բաներ, ուր մնաց թե հետևից գալիս է Սերժը, երրորդ KGB-շնիկը, դարձյալ Մոսկվայից, որովհետև խաղի կանոնները թելադրում է Մոսկվան, և թելադրում է ի վնաս մեզ։ Հետո 5 միլիարդի, մի կանտրակտով 5 միլիարդի զենք է ավելյալ մատակարարում Ադրբեջանին։ Ասում են, Նիկոլին դե 5 միլիարդով ծախել է, օքեյ, երևի ՀԴՄ կտրոնն էլ բերել ձեզ է ցույց տվել։ Վիդեոն կա, որտեղ որ Բելարուսի նախագահի մոտ նստած են, ու Սերժին առաջարկվում է 5 միլիարդ, ասում է Սերժն էլ ընդեղ ասում է մերժեց։ Սա ամենա ապուշ արդարացումն է աստից, տեսեք, եթե երկրի ղեկավարին ուղիղ փող են առաջարկում, ուրեմն ունեն տեղեկություններ, որ դա կարա գրավիչ առաջարկ լինի։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք, իսկ աղա մերժեց, որպեսի 6 միլիարդ առաջարկեն։ Առաջարկ է ինքը, արդեն վատնա։ Ինչ են առաջարկել, ասեն մեկ այդի վերցնելու ենք, 5 միլիարդ զենքը առնելու ձեր դեմ կիրառելու դեմ, արի այդ փողը տանք կես, այս ամեն ինչը պրծնի գնա, առանց զոհերի, առանց բանի, թե իրանց կողմից, թե մեր։ Բա ինչ փող էին առաջարկում, ինչի համար էին 5 միլիարդ, եթե 5 միլիարդ առաջարկում էին Ղարաբաղի դիմաց, Սերժը ինչի համար ուղակի էլի տենց բաներ, ինչի համար չէր ասում, բա փաստորեն մերն է, դու ուզում ես ինձնից առնես, բայց ճանաչեցիր ուրեմն որ մերն է։ Համարձակությունը չէր ներում Լուկաշենկոյի Պուտինի մոտ, ասել, խնդրեմ, իմ տարածքը ինձնից ուզում է առնի, բա խի ինձ փող տալիս։
Այ փողը դրա համար է տալիս, որ կոնտրակտ կապելու, զենք առնելու փոխարեն, որ մեկա վերցնելու ենք սա, եւ Լուկաշենկոն ու Պուտինն էլ ասում մեկա վերցնելու են։ Պիտի վերցնեն իրանցն է։ Արի այդ փող, այնի բազարեր անում փողը մի քիչ շատացներ։ Ընդամենը։ Կամ դեռ մենք չգիտենք իսկ եթե այդ պայն մերժելա իսկ հետո կարողացել են ամեն դեպքում համոզել կամ առաջարկում են գումար բազին շատ լավ իմանալով որ սիրում է նա խաղալ ասենք օրինակ բոլորիս հաշվի առաջա չէ ասենք Միացյալ Նահանգներում ինչեր է կատարվում բոլորս հաշվի ենք չէ առնում որ Թրամփը ինքը տեսակով բիզնեսմեն է չէ այդ տեսակը հաշվի առնցվում ուսումնասիրվում են երկրի ղեկավարների տեսակները ինչ տեսակ են Սերժի տեսակը գումար բազնա եւ այդ կողմով է գնացել խոսակցությունը եկել հա բայց այդ ամեն ինչին զուգահեռ մենք տարածաշրջանի եւ այլն տանք գմփսնենք չգիտեմ ինչ ասես կարանք անենք հենց հիմա Այս զուգահեռ գոնե դա չգնար, այլ աշխատանքներ գնար քաղաքացիների հետ, որ տղերք կրվել ենք, դիվանագիտական դաշտում կրվել ենք, մենք շահամոլներս, եկել զավթել ուզուրպացրել ենք աթոռը, խապել ենք ձեզ, թե այդ ամեն ինչը անում ենք Արցախի համար, բայց կրվել ենք Այս պարագայում գոնե այսօրվա դրությամբ կկարողանայիք մեղադրել ու ասել, որ ախր մենք ասել ենք, որ կրվել ենք, ելենի խեր դուրս գալիս ասում Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ ինչ էր սկսում։ Հասկացաք։ Հիմա դուրս գանք, բան։ Ռուբեն Վարդանյանին սատարենք։ Հայը դատվում է այնտեղ։ Մի հատ բան հարցնեմ։ Ոնց հասկացա երկու ուրիշ հայել բերել էին, որպեսզի Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տան։ Վստահաբար նրանք էլ կարող է ճնշումների ենթարկված լինեն, որ կան ցուցմունք տան։ Հիմի նրանք էլ են հայ։ Դե եկեք, եթե այս տրամաբանությամբ ենք գնում, որ եթե հայ են, ուրեմն պետք է այսպես, օքեյ, այն երկուսն էլ են հայ։ Ու մեկ էլ նայում ես հայտնի հեռուստատեսություններից մեկը գյուտ է արել իր համար Ադրբեջանը հային հայի դեմ է հանում դատարանում հա բայց ինչ պիտի անի բերքը իսկ ինչ Ռուբեն Վարդանյանը իր կարգավիճակի մասին թյուրն բռնում ուներ որ հանձնվում էր գիտեք ժողովուրդ ջան ես ուզում եմ մենք իրար ճիշտ հասկանանք ինձ համար կոնկրետ ինձ համար խիստ կարևոր է դրանից հետո որպեսզի ես կարողանամ ճիշտ դրսևորել ինձ ու չկարողանան ինձ խաբել, ֆռսնել, մանիպուլացնել ես ունեմ հստակ ձևակերպում գերի ընկած մարդը ուրիշ է գերի հանձնված մարդը ուրիշ է եւ իմ այս ձևակերպումը նոր չի ես դեռ 2021 թվականներին երբ որ Հայաստանում գերիների մասով այստեղ չգիտեմ գնում էր հոգեբանական տերոր գերիներին հերոսացնելու մասով բոլորին անխտիր ընդվորում ես ասում եմ մի րոպե ոնց կարաք դուք ասեք մեր հերոսներն են այնտեղ կան գերիներ որ իրանք են հանձնվել պատերազմի դաշտում հանձնված մարդը ոնց կարա հերոս լինի այսինքն նա էլ է հերոս չհանձնված ու կյանքի գնով կյանքը զոհած մարդն էլ է հերոս ասենք այս ինչ խեղված իրականության մեջ ենք մենք ապրում ու շեշտել եմ ասել եմ այո տղեր կան գերի են ընկել ասենք կռվելու ժամանակ վիրավորվել են չեն հասցրել նահանջել չեն կարողացել
զենքնել կարող է բան կամ ասենք կարող է ուշագնացություն 1000 բան կա կանտուզիա մանտուզիա ու գերի հայտնվես կամ ասենք թշնամու բանակը պրոֆեսիոնալ գործի հետախուզությունը քեզ հետևից կա հավաքի այդ ուրիշ բան է գերի ընկնելը ուրիշ բան է գերի հանձնվելը ուրիշ բան է երբ որ դու գերի ես հանձնվում դու Բարիս բուն իմաստով դավաճանում ես քո պետությանը Բարիս բուն իմաստով սա չափազանցրած գնահատական չի որովհետև քո պետությունը ստավկա է արել որ դու կռվելու ես որ մենք կռվում ենք դու դավաճանում ես դրան դու դավաճանում ես պետության ծրագրերին դու դավաճանում ես քո զինակից ընկերներին դու դավաճանում ես բոլորին Դու հանձնվում ես ու դու դառնալու ես մահակ քո պետության դեմ Ընդ որում, երբ որ քո կարգավիճակը բարձր է երբ որ դու պետնախարար ես եղել հիմա մի ուրիշ բան ժողովուրդ sense չի կարելի լինի մի հատ այլ բան օրինակ բերեմ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ երկրորդ անգամ արդեն Իմ տեսածներից երկրորդ անգամ կարող է եղել ուշադիր չեմ եղել Նիկոլ Փաշինյանը Ни того, ни всего վերցնում sense արտահայտություն անում երբ որ գերիների մասին հարց են տալիս ասում մենք ունենք տվյալներ որ նրանց արգելված միջոցներով նրանցից փորձում են տեղեկություն քաշել Արգելված միջոցները կարա լինի բռնությունից մինչև դեղեր ու գիպնոզներ ու չգիտես ինչեր Հիմա մենք այստեղ ինչ պիտի փորձենք հասկանալ այս արտահայտության տակ Տեսեք սա ճշմարտություն է չէ որ հա դե բա որ գերի է տենց կլինի որպես ահա Իսկ դուք չեք կարծում, որ քանի որ կան գաղտնիության տարբեր մակարդակներ ու չի կարող վարչապետը մանրամասնել, ընդ որում մեր ընդդիմությունն էլ այդ առիթից օգտվելով երբեմն մանիպուլյացիաներով փորձում դրսում մարդ հավաքել։ Որ հնարավոր է։ Դե առաջին դեմքեր են շփվել են, բնականաբար խոսել են բաներ, ծրագրեր, պլաններ, որոնք որ թշնամու ձեռքը չպիտի ընկնի։ Եվ եթե ընկնում է թշնամու ձեռքը, դա կարող օգտագործվի քո պետության դեմ, ինչպես դատարաններում միջազգային, այնպես էլ լեգիտիմացնելով որոշակի ռազմական գործողություններ։ Ու քանի որ շատ հնարավոր է նրանք արդեն երգել են Բայց դեռ այդ փուլին չի հասել, որ սկսի տարածվել լայնորեն, Փաշինյանը ունենալով տեղեկություն, որ նրանք երգել են, այս Պեշկով փոքրիկ քայլը անում է, ստրախովկա է անում, էլի, որ վաղը եթե ինչ-որ կերպ դա օգտագործվի, ինքը ասի, ինչ եք ստացել, ոնց եք արել, այսքան առաջանան իրավական խնդիրներ, հասկացաք, Եթե խնդրում եմ, այս միտքը կարևոր է ըմբռնել։ Ու հիմա այս խաղաղության պայմանագրի շրջանակներում հետ են կանչվում դատական գործեր։ Եկել են պայմանավորվածության, որ եթե գնում ենք խաղաղության պայմանագրով, այս կետը, որ մենք ունենք իրար դեմ բաներ, միջազգային դատարանում գործեր, քրեական։ Երկու կողմից հետ ենք կանչում։ Եվ Մյուս կողմից էլ են մյուս ընդդիմությունը ասում, հա, տեսեք թուրքական օրակարգն է առաջ տանում։ Մի խոսքով, հույս դնելով, որ մեր հանրությունը ոչ մի բան չի հասկանում, իսկ մեր հանրության մեծամասնությունը ցավոք սրտի իսկապես ոչինչ չի հասկանում այդ ուղղությամբ։ Տեսեք։ Իսկ գուցե արդեն որպես մահակ շատ բաներ օգտագործվում է մեր դեմ։ Ու մենք արդեն ստիպված ենք այդ կետի հետ համաձայնվել։ Այս գերի հանձնվածներին ես էլի կհասկանայի, որ նախ այս գերի հանձնվածները լավ կլիներ զենքը ձեռքները լիներ գոնեմ մի խոսքով լավ այդ
բարոյական կողմը չեմ ուզում շատ խորանալ, առանց այն էլ լավ ըմբռնելի է։ Բայց մի հատ էսպիսի բան։ Ստացվում է, որ Հայաստանից մի քանի անգամ առաջարկվել է, որ իրենց կարող են դուրս բերել Արցախից։ Մի քանի անգամ ընդ որում պետական պաշտոնական մակարդակով։ Ինչու դուրս չեն եկել։ Ավելի շատ ռուսին են հավատացել։ Ինչու դուրս չեն եկել։ Դե իհարկե կարող են շատ բան արդարացնել, այնտեղ երևակայել եւ այլն, որ դուրս գային այնտեղ նրանք կտեսնեին, կբռնեն պետությունը ասել է մենք ձեզ կբե, որովհետեւ քո կարգավիճակը այնպեսին է, որ իրավունք չունես դու գերի հայտնվես, ախր դա օգտագործվելու է մեր դեմ։ Որովհետեւ ռուսներ հրահանգել մնալ, որովհետեւ անհրաժեշտ էր որ Հայաստանի դեմ բան օգտագործվի, որովհետեւ այս ամբողջը իսկապես մեծ հանցագործություն էր ու պետք էր էս գոնե ռազմաքաղաքական ղեկավարությանը գերի ունենալ, որ դրանով կարողանալ ճնշում գործադրել Հայաստանի դեմ։ Դուք հասկանում եք, այս մեծ վնասները մենք չենք ցանկանում տեսնել։ Մեր հային այնտեղ դատում են։ Այն մի խումբներ դուրս է եկել Միացյալ Նահանգներում միտինգ անում։ Մեր հային կարող է դեպորտ անեն։ Դուք չեք զգում, որ դուք արդեն նենց իրավիճակներում եք հայ բառը օգտագործում, որ մարդ իսկապես սկսում է չուզել հայ լինել։ Ես նայում եմ իմ պատկերացրած հայ մարդը ինչպիսին կարող է լինել, դե որոշակի բաներով բնականաբար մարդ է ամեն դեպքում։ Բայց այս ամեն ինչի տակ հայ բառը գրելով չեք տեսնում, որ հայ բառը արժե զրկվում է։ Եվ այդ ինչ բան է, երբ որ հենց հաստում է խոսքի իրավունքին դիմում են արևմուտք, հենց իրավունքը իրանց ձեռնա, ասում են Ռուսաստանը լավ երկիր է։ Բա որ Ռուսաստանը լավ երկիր է, դիմեք Ռուսաստան։ Հա, հետո մի հատ էլ ասում են, տեսակ արևմուտքը ձայն չանեց։ Աշխարհը կիսած բաժանացա։ Հիմա վերա բաժանվում է։ Դրա աշխարհակարգի փլուզում դա է նշանակում մեծ հաշվով։ Եվ ամեն գերտերություն ունի իր ազդեցության գոտիները։ Հիմի կիսած բաժանված էր Հայաստանը Ռուսաստանի մեջ։ Մի կողմից նստում ասում եք ռուսը Ռուսաստանը, հա, բա որ ասում է բանա։ Ասում եմ մարդը ասել է, որ էլի մեկնաբանություններից է։ Ասում եմ մարդը ասել է, որ Հայաստանը պիտի լինի Ռուսաստանի ամենազարգացած ռեգիոնը, Ռուսաստանի ամենազարգացած ռեգիոնը։ Թաթարստանի նման հաջողված երկիր պիտի լինի։ Ինչ է հակադարձում մարդը, ով այսօր միտինգ պիտի գնար։ Ասում է չի կարելի հիմնվել մի հատ տենց հայտարարության վրա։ Ինչ ես խոսում։ Ոչ չի կարելի։ Ոչ չի կարելի։ Կարելի չէր լինի, եթե քաղաքական հայտ ներկայացած չներկայացել, լավ դե մարդը այս պահին կարող է տենց մտածեց, տենց ասեց իմպրովիզով, հա, տենց կարծեց, տենց խոսքը խոսքին եկավ, չնայած դա էլ չեմ ընդունի, բայց ամեն դեպքում չեմ էլ խորանա։ Քաղաքական հայտ է ներկայացել ընդཐུպ վարչապետ դառնալու։ Բաքվի Բերդից, մի հատ ինձ կասեք, այս դետալի վրա ոչ մեկ չի ուզում խորանա։ Բաքվի Բերդից ուղերձ է հղում ռուսերեն լեզվով, խի սա եք դուք։ Ու հետո էլ ասում են, եկեք միանանք մեր հային, լավ էլի։ Գնացեք ձեր համար, հա, միտինգներ արեք, կիրառեք, օգտագործեք ձեր իրավունքը, բայց ձեր ձևակերպումներում զգուշ եղեք։ Հա, մեկ էլ լավ կլինի, այդ ռուպորով մեկու մեջ Ալիևին էլի կշտամբեք։ Գոնե մեկու մեջ։
Թե չէ տպավորությունա, որ այդ գերիները բանը հայկական կառավարության շենքի ներսում են պահված։ Դրա համար էլ մակում ձեզ ոչ ոք չի հասկանում։ Լավ է, էլի։ Ռուսաստանը լավն է, եկեք մնանք Ռուսաստանի հետ։ Վայ, մատս փուշ մցրես նա արևմուտք հասի։ Երկակի ստանդարտներ են։ Դուք ձեր մեջ դեռ չեք ամփո, չեք։ Դուք քաղաքական բառից այնքան հեռու եք, ինչքան ես ֆիգուրնի կատանիայից։ Հասկանում եք։ Պարզապես տես կուսակցություններ ա ստեղծել եք։ Մի քիչ sense ամբիցիաներ ա եղել, դե մեծ ժողովուրդը բան, կանք իշխանության, փող ստանանք, աշխատենք, ապրենք։ Էսա։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։